Հաշվետու ժամանակահատվածում ձերբակալվել է 7286 անձ, այդ թվում հետաքննության մարմնի կողմից 6526-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 710-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար, 50-ը խափան միջոցի պայմանները խախտած մեղադրյալների նկատմամբ, որից 5430-ն ազատվել է արգելանքից, մեկով անձն ազատությունից զրկվել է ձերբակալման կարգի էական խախտմամբ, 304-ով լրացել է ձերբակալման օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, 231-ով դատարանը մերժել է ձերբակալված մեղադրյալին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, 29-ով ձերբակալվածներին պահելու վայրի վարչակազմի ղեկավարի կողմից։ Ներկայացվել է խափան միջոց կալանք ընտրելու վերաբերյալ 3095 միջնորդություն, 2023 թվականին այդ թիվը եղել է 2533, որից 2433-ը բավարարվել է ամբողջությամբ, 392-ը մասնակի, 270-ը մերժվել է։ 2023 թվականին այդ թիվը եղել է 458-ը։ Կալանքի միջնորդությունից 961-ը եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ, եթե հոդվածները ըստ էության բացեմ, դրանք վերաբերում են պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերին եւ վարժական հավաքից խուսափելու դեպքերին, այսինքն այս թվի մեջ ներառված են նաեւ իմ հիշատակված 961 կալանքի վերաբերյալ միջնորդությունները։ Այսինքն առանց վերոհիշյալ հանցագործությունների հաշվառման 2024 թվականի ընթացքում ներկայացվել է 2134 կալանքի միջնորդություն, որից բավարարվել է 1497-ը կամ 70.1%-ը, 2023 թվականին այդ թիվը եղել է 1741 միջնորդություն, որից բավարարվել է 1304-ը կամ 74.8%-ը։ Ընդ որում, կալանքից ազատվել է 607 անձ, որից 432-ը ՀՀ քրեական օրենսգրքի արդեն նշեցի 461 եւ 462-րդ հոդվածով քրեական հետապնդման ենթարկված մեղադրյալների վերաբերյալ է եղել։ Ներկայացվել է նաև կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն 1482, որից 1218-ը բավարարվել է ամբողջությամբ, 169 մասնակի, 95-ը մերժվել է։ Նշեմ նաև, որ քննչական կոմիտեում կոմիտեի նախագահի համապատասխան հանձնարարականով, եթե կալանքի երկարաձգման միջնորդությունները ներկայացվում են, ըստ էության մերժվում են քննիչի կողմից ոչ պատշաճ բավարար ջանասիրություն ցուցաբերելու հիմքով, դա հիմք է հանդիսանում պարտադիր կարգապահական վարույթ նախաձեռնելու առիթ է հանդիսանում։